Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտեմ Զաքարյանը եւ մեզ հյուրեկել Քրիստինե Սարգսյանը։ Քրիստինեն TEDx Երևանի հիմնադիրն է, դասավանդում է ամերիկյան համալսարանում, իմ գոլեգան է, դասավանդում է բիզնես հաղորդակցում, ինչպես նաեւ նա շատ լավ գիրք է գրել ուխտագնացություն դեպի ուղեղ, որը ակտիվորեն փորձում է տարածել, հասցնել այդ թվում մեր երեխաներին, հիմնականում երեխաներին, չնայած կարծում եմ մեծերի համար էլ է կարևոր, քանի որ մեր դպրոցներում առանձնապես շատ այդ մասին չեն խոսում եւ ոնց որ դու կներկայացնես դեր առաքելությունը, ինչպես նաեւ executive coach, այսինքն ղեկավարների մարզիչ, եթե փորձենք տարածիորեն թարգմանել, այդ coach-ը մի քիչ իրականում անգլերեն երկու բառ կա, չէ՞, կա տրեյներ, տրեյներ կա եւ coach կա, մի քիչ իրանք նրբություններ ունեն, շատ տարբեր է, բայց ես չեմ նեղում մարզիչ բառից, որովհետեւ coaching-ի մեջ այս սպորտային coaching-ը բավականին լուրջ ազդեցություն ունի եւ այո, փոխկապակցված են շատ։ Այնպես որ ու հաճախ ես գիտեմ, որ նույն ռեգբի մարզիչները դարձել են բիզնես քոչեր շատ լավագույն։ Ինչի հենց ռեգբի։ Ես չգիտեմ, օրինակ չգիտեմ, կարծեմ նույն Apple-ի բանի չէ, Campbell կար, թենիսից կա, տարբեր սպորտերից կան իրականում։ Ռեգբին իրականում բավականին տենց համարվում է շախմատի պես, ռեգբին էլ բեյսբոլն է։ Բեյսբոլը շատ շախմատին է։ Շատ հաշվարկային, շատ տենց խոր է իրականում։ Ես ճիշտ ասած վերջերս բացահայտել եմ գոլֆը, որովհետև ինձ սկսեցին բացատրել ոնց այնտեղ policing են անում, այսինքն ինքնավերահսկում են անում, օրինակ եթե խախտում են անում, դու ինքդ քո policeman ես, դու ինքդ քո ոստիկան ես, դու ինքդ պետք է ասես որ դու սխալ արեցիր ու դու պիտի որոշես քո penalty-ն։ Բայց Տրամպը ոնց է գոլֆ խաղում։ Այ ինձ հենց այդ ռակուրսով էին բացատրում, որ Տրամպը հաջողակ բիզնեսմեն է, որովհետև շատ լուրջ ինքնավերահսկման մեխանիզմներ ունի եւ դիսցիպլինա ունի, որը որ գոլֆից է գալի, հա։ Այդպես էին պատմում։ Լեգենդա այդպես է։ Այո, եւ այդպես փաստացի հետաքրքիր պատմություններ կան։ Դե ընդհանրապես գոլֆ մտնելու համար հարուստ պետք է լինի, այսինքն շատ հարուստ խաղ է, բայց հարուստի խաղ է։ Թանկ խաղ է։ Հա, դե մենակլուշ կեք այդ ամեն ինչ արժի, նաեւ որ դու գնաս հենց խաղին մասնակցես այդ մեծ բաները, դաշտերը Դաշտերը թանկ է, շատ թանկ է։ Դաշտ կառուցելն է թանկ, բայց նաեւ խաղալն է շատ թանկ։ Կլուբի անդամ դառնալը բավականին թանկ է։ Իրար հետ մեկը մեկին թանկացնում է։ Ես նոր սկսել եմ կարդալ մի քիչ ուսումնասիրել, շատ բան չգիտեմ, այդպես էքսպերտի տպավորություն չթողնեմ։ Դրա հետ մեկտեղ ինքը շատ ոնց որ դու քո հետևից ես ընկնում մաքսիմալ կոմունակությունները լավացնես, այսինքն դու չունես սաման, կարդալացեցի, հիշեցի, ես այդ թեմայով Դեյվիդ Ապշտայն եմ կարդացել, գիրքը կոչվում է Range, ու ինքը վերում է Tiger Woods-ի ու Federer-ի օրինակները, որ գոլֆը ինքը ստատիկ խաղ է, դաշտը այդ անցքերը բան այդ ամեն ինչը ստատիկ է, ու ասենք Tiger Woods-ը 6 տարեկանից սկսել է խաղալ ու հասել է վարպետության, որովհետև այդ նույն բանը անընդհատ անելու մեջ է դրա գաղտնիքը, էլի, իսկ օրինակ թենիսում Ֆեդերերը շատ ուշ է մտել, տենց 20 տարեկանում մոտավորապես, թեև իր մայրը մարզիչ է եղել, բայց հենց հարցը դա որ թենիսը ինքը դինամիկ խաղ է, էլի, այդտեղ մի շարժում չէ սովորում, այլ դու երկու կողմը անընդհատ շարժվում են ու լրիվ ուրիշ հմտություններ է պահանջում, էլի, միջալյուց շախմատն էլ է, տենց որ դու կոնկրետ կոմբինացիաների շուրջ ես անընդհատ ուղեղը զարգացնում, ինքը այդքան դինամիկ չի, ոնց որ այլ խաղեր էլի, բայց ամեն դեպքում շատ չշեղվենք մեր թեմայից։ Սկսենք գրքից, ոնց է գնում գրքի առաջ մղումը։ Շատ լավ, ճիշտ ասած 2 տարի է, որ Չէ, 2 տարի չկա, ես կենտրոնական բանկում էի, որ եկար
նվիրատվություն արեցի, տարել այդ 22 22 վերջը չի։ Կարծես թե։ ես 3 տարի դուս եմ եկել արդեն։ Okay, այդ դեպքում, հա, սա երրորդ տարին է, երրորդ տարին է։ Երբ որ հրատարակում էինք, ինձ ասացին, որ Կրիստինա ընդամենը 200 օրինակ արա, որովհետև չեն կարդում։ Գիտական նյութ շատ չեն կարդում։ Ես ասացի, չէ, ոչ մի դեպքում, ես շատ լուրջ եմ տրամադրված եւ անպայման 2000 օրինակից պակաս չեմ անելու եւ 2000 օրինակ արեցի։ Այս պահի դրությամբ ընդամենը 300 գիրք է մնացել 2000 հատից։ Այո, որը որ նշանակում է մոտավորապես մի տարին ինչքան, մի 600-ի կարգի կարդում են, փոխանցում են իրար եւ այլը եւ ազնվորեն ասեմ մենք որևէ մարքեթինգ չենք արել, բացի այն որ փաստացի մարդիկ գրել են, ասել են շնորհակալություն, կամ մենք մեկին նվիրատվություն ենք արել, որ շատ քիչ է եղել, ասենք երևի մի ընդհանուր մի 250 գիրք նվիրատվություն արվել կամ կարող է մի քիչ ավելի պակաս 250-ից պակաս այդ դեպքերում ինչ որ հանրային տիրույթում գրել ենք, դրել ենք որ նվիրեցինք այս դպրոցին, այս ուսուցչուհուն, օրգանական երեխաների կլուբերի կամ երիտասարդների կլուբերի, այ օրգանական այդպես տարածվել է եւ գիտեք ամեն անգամ երբ որ խոսակցություն լինում է գրքի մասին, դրանից հետո անպայման վաճառք է լինում։ Եթե ես այդպես չզլանամ, մի քիչ ավելի շատ խոսեմ գրքի մասին, այո, շատ ավելի երևի կլինի։ Բայց մի հատ բան հարցնեմ, հիմա տեսակ ոնց որ գրախանութները շատացել են գրքերը, այդ թվում թարգմանությունները։ Մի կողմից ու նաև ինչքան գիտեմ, վաճառքներն էլ է բնականաբար։ Բայց ինչքանով են կարդում մարդիկ, չգիտեմ, էլի, որտեղ մյուս կողմից տպավորություն կա, որ շատ քիչ են կարդում, էլի։ Քո տպավորությունը ո՞նց է։ Ընդհանուր կարդալու հետ կապված չեմ կարող ասել, եթե նեղ այդպես համալսարանական շրջանակում վերցնեմ, ես չեմ տեսնում, որ շատ են կարդում հիմա։ Երեխաները կամ երիտասարդությունը, գիրքը առնում են, ինչ անեն մարդիկ։ Նվեր են տալի։ Երևի թե նվեր են տալիս, գիտեք, կոնկրետ այս գիրքը այնպիսի գիրք է, որ հեշտ գիրք չի, ինչքան էլ որ դյուրին գրված է, դու ծանոթ ես գրքին։ Ինքը հեշտ գիրք չի, այսինքն հազվադեպ կառնեն եթե չեն ուզում կարդան։ Դապես չեն մտածի գրքի մասին։ Իսկ դուք ինչ որ պրեզենտացիաներ բաներ եք ջան բարբերաբար։ Հազվադեպ, երբ որ հրավիրում են, ինչ որ մեծ կորպորացիաներ բարբերաբար հրավիրում են, նաև փոքրիկ նվիրատվություն են անում ինչ որ երիտասարդական խմբերի, այո, այդպես գնում ենք, նվիրատվություն ենք անում։ Ես մի բան էլ ասեմ, առաջ ինչ որ այստեղ այնտեղ ինձ հրավիրում էին եւ ասում են խնդրում եմ արի խոսի, ես այդպես գնում էի եւ կամավորական հիմունքներով խոսում էի։ Հիմա եթե հրավիրում են, ասում եմ միայն կգամ, եթե 50 դպրոցի գիրքը նվիրեք, կամ 20, 10 դպրոցի, 10 ուսուցչուհու նվիրեք գիրքը, սիրով կգամ։ Իսկ ուսուցիչները, ուսուցչուհիները կարդում են։ Այո, կարդում են։ Կարդում են, չէ, դա շատ հետաքրքիր պատմություններ կա։ Օգտագործում են հետո աշխատանքի մեջ, թե տարբեր, գիտեք, դպրոցներ կա, որ բնագիտական առարկաների ուսուցիչները սկսել են կարդալ եւ սկսել են միմյանց փոխանցել, դպրոցներ կան, որ ինձ հրավիրել են, այդպես հանդիպումներ ա եղել ուսուցիչների հետ եւ Ինչի մասին է։ Այդ ուզում էի հարցնել, նո ոչ թե հարցնել, այլ հարցնել, որ պատմեր Կրիստինան։ Պատմեմ ինչի մասին է։ Արդեն հետաքրքրություն առաջացավ։ Գիրքը կարող է սխալ բառով օգտագործություն դեպի ուղեղ, այդպես ինքնասարկաստիկ նկար ունի վրան։ Փորձել ենք վերարտադրել Համլետի գանգը ձեռքին լինել չլինելու սարկաստիկ տարբերակը իշուկով եւ գիրքը այն մասին է թե ինչու է կարևոր հասկանալ ինչպես է աշխատում մեր ուղեղը եւ ընդհանրապես ինչպես է աշխատում մեր ուղեղը ամենապարզ մատչելի լեզվով որ օրինակ 14+ տարեկան երեխան կարդա բարդ մասերը ծնողի հետ, ոչ բարդ մասերը ինքն իրենով եւ հասկանա եւ իր համար բավականին օգտակար բան դառնա, պետք է ասեմ, որ իմ մեծ լսարանը դեռահաս երեխաներն են, բազմաթիվ նամակներ ունեմ երեխաներից, թե ինչքան օգնել է գիրքը իրենց հասկանալու։ Գիտեք, դեռահասության շրջանը բավականին բարդ շրջան է երեխաների համար։ Մենք կրթական կոմպոնենտ շատ քիչ ունենք այդ առումով։ Վերջին տարիներին կարծես թե մենք ունենք հոգեբաններ եւ այլը, բայց
Ընդհանրապես կրթության առումով ոնց է մեր միտքը աշխատում, մեր ուղեղը աշխատում, հա։ Psycho-education եթե եթե տեսակ ավտոնոմ աշխատում, ճիշտ է, այսինքն ինքը անընդհատ աշխատում է, նույնիսկ քնած ժամանակ հա, աշխատում։ ի նկատի ունես ուղեղը ոնց Ուղեղը։ այո, ինքը ի տարբերություն մնացած ամեն ինչի միշտ աշխատում է։ Քնած ժամանակը մի ձև է աշխատում, արթուն ժամանակ մի հիմնականում նման, բայց Դու մենք շատ օրինակ հաճախ ուզում մտածում ես իրան կանգնացնես, որ չաշխատի, ասենք Չես նույն կարող իրեն մեդիտացիա բան է կանգնացնես։ բավականին չես կարող կանգնացնել, կարող ես աղմուկը քչացնել։ Հասկանում եք, մեդիտացիայի ամբողջ իմաստն այն է, որ ինֆորմացիոն մեծ հոսքի, աղմուկի դադար ունենանք, որպեսզի հանգիստ ունենա միտքը, որպեսզի կարողանա ֆոկուսի գա, հասկանում եք, բայց դադարեցնել ուղեղի աշխատանքը այդ մահանալ է։ ամեն դեպքում մեզ դպրոցում ոչ էլ համասարանում հետո էլ տենց առանձնապես չեն Այո։ բացատրել, որ այնտեղ մի տենց օրգան կա, ինքը մի քիչ քեզ այդքան չի լսում, էլի քեզ կարող է թվում է թե դու ես, բայց ինքը իր համար Ինքը իր համար կարա որոշումներ կայացնի, ընդհանրապես դա կարա կապ չունենա քեզ հետ։ Իրական ես պետք է ասեմ, ամենակարևոր բաներից մեկը, որ մենք պետք է այսօր բացատրենք մեր երիտասարդությանը, երեխաներին, հանրությանը, այն է, որ եթե մենք չգիտենք ուղեղը ինչպես է աշխատում, իրականում երեխայի երիտասարդի տեղը բոլորը կարող են որոշումներ կայացնել։ Ծնողը, դպրոցը, ուսուցիչը, ղեկավարը, ամուսինը, կինը, կիսուրը, սկեսրայրը, այո, TikTok-ը, Instagram-ը, մեդիա կորպորացիաները, հասկանում եք, պետությունը, որը կարա իր վտանգներն ունենա։ կարա չէ ունի, բայց ամեն դեպքում մենք արդյոք չենք մտածում ինֆորմացիայի ազդեցության ներքո։ Էկզոգեն ինֆորմացիայի ազդեցության, այսինքն մեր ուղեղը ամեն դեպքում Այո։ վերցնում է այդ ինֆորմացիան, ոնց էլ լինի։ Այո։ Ու այդ processing-ը որ տեղի ունենում, այդ ինֆորմացիան հաստատ մեծ ազդեցություն ունի։ Էկզոգեն դրսից ինչ որ մենք ստանում ենք։ Այո։ Այսինքն Բայց եթե չի ստացվում, չի ստացվում, որ եթե նույնիսկ ես եմ աշխատացնում իմ ուղեղը, ենթադրաբար։ Այո։ Դրանք ես եմ աշխատացնում։ Այդ ուղեղը իմ աշխատացնում այդ ինֆորմացիայի ազդեցության ներքո եմ դա անում։ Ինչն է հետաքրքիր, որ դուք միանշանակ այդ ինֆորմացիայի ազդեցության ներքո եք անում, դուք չեք վերահսկում շատ հաճախ ինչ ինֆորմացիա է մտնում ներս, այ եթե սովորեք կարող է ինչ որ տեղեր դուք ընտրեք, որտեղից եք ուզում դուք կրթական կոնտենտ սպառել։ Դա վերահսկման ինչ որ մի հատ տարբերակ կարա լինի։ Մյուս կողմից որ դուք ասում եք մենք ենք աշխատացնում, այդ աշխատացնելը շատ հարաբերական հասկացողություն է, որովհետև եթե մենք չենք կրթում մեզ կամ մեր երիտասարդությանը օրինակ ինչպես քննական կամ քննադատական մտածողություն ունենան, Աստված գիտի, այդ մենք ենք աշխատացնում ուղեղը, թե աշխատացում են այն բոլոր սովորությունները, նարատիվները, ավտոպիլոտ հմտությունները կամ մտածողությունները, որոնք որ տրենդեր են դարձել եւ սովորաբար տանը, համայնքում, դպրոցում կամ ասենք կազմակերպությունների ներքո կամ մեդիան քարոզում է։ Մարդկանց գերակշռող մեծամասնությունը critical thinking-ը պետք չի։ Կարծում եմ պետք է, բայց չունի։ Որ երբ ասում են պետք չի, այն առում որ ինքը չի գիտակցում որ պետք է։ Այո, հենց դրա մասին է գիրքը, որ մենք ցավոք սրտի կարծես թե առանձնացված լինենք մեր ուղեղից, մենք կարծես թե մոռացության ենք տվել իրեն եւ դրա համար հետեւաբար չենք հասկանում մեր մտածողության կարեւորությունը, հասկանում եք։ Ամեն լեսարան մտնելիս ես միշտ մի հատ փորձ եմ անում, ասում եմ, խնդրում եմ մի հատ փակեք ձեր աչքերը, փակում են աչքերը, ասում եմ մի հատ ձեռքը դրեք սրտին, դնում են ձեռքը սրտին, ասում եմ հիմա ազնվորեն եկեք մի հատ մտածենք, մեր մտքում մեր իմ տված հարցին պատասխան տանք։ Եվ հարցնում եմ, ասում եմ երբ ա եղել ձեր կյանքում երբևէ առաջի անգամ կամ երբևէ երբ ա եղել, երբ որ դուք իսկապես սրտացավորեն, մտահոգված, սիրով, անհանգստացած մտածել եք ձեր ուղեղի մասին, ինչ ա անում, ինչ պետք է իմանաք իր մասին։ Գիտեք, այդ ժպիտը որ դուք ունեք, բոլորի դեմքին այդ ժպիտն ա գալիս, որտեղ այդ վայ ոնց որ թե մոռացել ենք։ Հատուկ են երեխաներ լինում են, ասենք մի տենց 8%, 10% մաքսիմում լավագույն դեպքում, բայց հիմնականում այդ պահին այդ ահա մոմենտը որ վայ, բայց մենք պետք է ուղեղի մասին մտածենք։ Կարծում եմ մենք մեր ուղեղի մասին պետք է մտածենք։
Լավ, ինչ մտածենք ուղեղի մասին։ Պետք է մտածենք ոնց իրեն առողջ պահենք, հիգիենայի մասին է այո, իր հիգիենայի մասին պետք է մտածենք, ոնց առողջ պահենք, ոնց համերաշխ լինենք, ոնց հասկանանք ամենակարևորը այնուամենայնիվ եւ ոնց կարողանանք գործընկերություն ունենանք մեր ուղեղի հետ, քան ասենք մոռացվածության մատնենք, որովհետեւ գիտեք, եթե համեմատում ենք մեր ուղեղը համակարգչի հետ, չէ՞, օրինակ համակարգիչը կոպիան է ուղեղի ինչ որ ֆունկցիաների, ուղեղի ինչ որ ֆունկցիաների կոպիան է։ Կամ նույն արհեստական բանականությունը, ուղեղի ինչ որ ֆունկցիաների կոպիաներն են որպես այդպեսին ինչ որ առումներով։ Հիմա հետաքրքիր բանը որն է, որ համակարգիչը եթե ձեզ է պատկանում, դուք վերահսկում ունեք ինչ բովանդակություն կարող այնտեղ լինի։ Դուք եք այնտեղ դնում կամ ջնջում, ճիշտ է։ Դուք եք միացնում անջատում։ Դուք միացնում անջատում եք, երբ որ ուզում եք։ Ճիշտ է։ Դուք եք ինչ որ ծրագրեր ներբեռնում կամ ասենք ջնջում որպես այդպեսին։ Ուղեղի դեպքում դուք չունեք այդ վերահսկողությունը, ինքը միշտ աշխատում է, միշտ միացված է։ Ուղեղի մեջ կարան ամբարվեն այն բոլոր տեղեկատվությունները, որ անընդհատ պատտվում են համայնքում, մեդիայում, TV-ով, ինտերնետում, TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, այդ ամեն տեղերում բոլոր տեսակի քարոզչությունները, եւ եթե դու հատկապես գիտակից չես հասկանում, այ ինչը պետք է անջատես, ինչը փակես, ջնջես, ցանկացած բան, որ աղմկալից է, մի անգամից ինքը ներս է գնալու եւ գիտեք ինչի, որովհետեւ մեր ուղեղն ինքը ստեղծված չի նրա համար, որ մենք ասենք երջանիկ լինենք կամ տենց մտածենք, ինքը survival-ի համար է ստեղծված, գոյատևման։ Խփի փախի։ Այո։ Ոնց մեզ ապահով պահի, ոնց մեզ հասցնի նրան, որ մենք մեր երեխաներն ունենանք, սերունդները շարունակենք, տուն սարքենք, ծառ տնկենք, շուն պահենք, 7 որդով սեղան նստենք։ Լավ, բայց այդտեղ ես բան եմ տեսնում, տրամաբանական դիսոնանս։ Եթե մենք ունենք ծրագիրը, թե ինչպես պետք է ապրենք, քրիտիկական մտածելակերպ ինչն է պետք։ Եթե ծրագիրը կա արդեն։ Որտեղից կա այդ ծրագիրը, երբևէ դες հարց տվել եք։ Չէ, ծրագիր։ Ես շատ հարցեր եմ տվել։ Մենք հիմա ով է որոշել այդ ծրագիրը, ինչ ծրագիր է, ինչի են այդպես որոշել։ Ինչի են որովհետև դա եթե ինձ եք հարցնում, որովհետև էլիտան է տենց որոշել, որպեսզի կառավարվի մնացած բնակչությունը կառավարելի լինի։ Այո։ Վերադառնում եմ ինչ որ ես էի հարցնում, այսինքն, եթե, չգիտեմ, դու ծնվում ես, սովորում ես, պսակվում ես, երեխա ես ունենում, հետո չգիտեմ, թոռ ես ունենում, հետա ծրագիրը։ Ինչի ես բան անեմ, էլի, խորանամ ինչ որ ուրիշ բաների մեջ, արդյոք դա ճիշտ է, արդյոք դա սխալ է, ուղեղս աշխատացնեմ, եթե ես պետք է շաբլոնով ապրեմ իմ կյանքը։ Ես ասեմ, գիտեք, մենք ազնվորեն ասեմ, մենք շատ ինչ որ առումներով չնայած այն պատերազմներին, որ մենք տեսել ենք, մենք շատ ապահով տիրույթում ենք։ Այդ հարցն, երբ որ մենք մեզ տալիս ենք, մենք պետք է մտածենք, որ trafficking, մարդիկ չգնան trafficking-ի զոհ դառնան, երեխա զինվորներ չլինեն, ասենք, չգիտեմ, ոչ չափահաս ամուսնություններ չլինեն, դրա համար է պետք հասկանալ, ոնց պետք է մտածել եւ ինչի է կարեւոր այդ քննական կամ քննադատական մտածողությունը, որտեղ հակառակ դեպքում բոլոր նրանք էլիտաները, մաֆիաները, տարբեր տեսակի ուժային երևույթները իրենք ամեն տեսակի մանիպուլյացիաներ են գործադրելու, մենք էլ այդ ծրագրի հետևից գնալու ենք, ոնց որ գնում ենք։ Հա, բայց հասարակությունը մեկ-մեկ են, հասարակությունը ընտրել է որոշակի մեխանիզմ, այսօրվա դրությամբ հասարակությունների մեծ մասը աշխարհում մեխանիզմ ընտրել է, թե ինչը համարվում է, այսպես ասած, համեմատաբար բարոյական ու այդ ծրագրով պետք է մարդը ապրի, что такое хорошо, ну մոտարապես է, что такое хорошо, что такое плохо։ Դե Կանեմանն ու Տվերսկին հայտնի գիրք ունեն, չէ՞։ Չոմսկին։ Արագ եւ դանդաղ մտածողություն։ Այդ քննադատական մտածողությունը, երկար մտածողությունն է, ինքը հոգնածնում է, դրա համար ուղեղը միշտ քյասար ճանապարհներ է, չէ՞, կարճ ճանապարհներ է, այսպես ասած գտնում։ Գիտեք, նաև այդ հարցը կա, որ մեր ուղեղը իրականում ինքը լիքը այդպես հերոստիկներ ենք ասում եւ բայեսներ, հա, կողմնակալություններ ունի։ Ինչի համար, որովհետեւ էվոլյուցիայի ընթացքում ուղեղն
չի կարողացել մարսել այն հոսքը ինֆորմացիոն, որ գալիս է։ Դրա համար ինքը ձևավորել է շատ կողմնակալություններ, որոնք որ այդպես զարտուղի ճանապարհներ են արագ որոշումներ կայացնելու, ինչի համար էլի survival-ի։ Բայց դրա արդյունքում դու այնքան սխալներ կարող ես անես քո կյանքում, եւ եթե դու նաև այդ հարցերը քեզ չես տալիս, դժվար թե դու կարող ես հասկանալ լավ ղեկավարը, վատ ղեկավարից տարբերակես քո կազմակերպությունում, քո թիմում։ Հասկանաս, արդյոք դու պետքա ֆիդբեք տաս, թե չէ, թե սուսուփուս վախենաս սեղանի տակ թաքնվես անընդհատ որպես այդպեսին։ Եվ նմանատիպ բազմաթիվ բաներ առաջնորդի իրանց ռոլ մոդելը որն է, լավ օրինակը, ասած լավ օրինակներ չեն գալիս, էլի։ Գիտեք, հա, որովհետև ուտոպիստական են լավ օրինակները Արա ջան։ Հիմա որ ինձ հարցնեք քո լավ մոդելը ով է, իմ լավ մոդելը որևէ կլիշե հայտնի դեմքի հետ կապ չունի։ Դրանք շատ հասարակ մարդիկ են, ովքեր որ իմիջիալոց կազմակերպության ամենավերևում չեն։ Իրենք այդ վերևն ու ներքևը իրար կապող ուղղակում են եւ ամեն ինչը աշխատացնող ուղղակում են, ֆանտաստիկ մտածողներ են։ Մարդիկ են, ովքեր որ այդ ձիրքը ունեն իսկապես հարցադրումներ դնելու առանց իստերիկաների եւ շատ առողջ միջավայր ստեղծելու, որտեղ որ այդ creative ստեղծարար debate-ը արճակատումը տարբեր գաղափարների եւ կարծիքների տեղի է ունենում։ Ես օրինակ տենց բարբերաբար ականջիս ընկնում է, ասենք հիմա դե շատ են չէ, տենց պատահական մարդիկ հայտնվում ղեկավար պաշտոններում եկել։ Դե ես սկսեցի առաջնորդել կամ ես դարձա առաջնորդ, ես պաշտոնի են դրել, էլի ինչն է առաջնորդ։ Առաջնորդությունը տարբեր է, այսինքն շատ տարբեր մոտեցումներ կան առաջնորդության, հասկանում եք, ամեն ինչը շատ տարբեր դրսևորումներ է ունենում, կախված մենք որտեղ ինչ իրավիճակում ենք ստեղ հայտնվում։ Ամբողջ հարցը նրանում է, արդյոք մենք հետո կարող ենք այդ իրավիճակից դուրս գալ կամ կարող ենք, ասենք, զարգացումները տանել այն ուղղությամբ, որ կարող են մեծամասնության համար ինչ որ արդյունավետություն ապահովեն կամ արդյունքներ ապահովեն կամ բավարարվածություն ապահովեն որպես այդպեսին։ Գիտեք, շատ հաճախ, օրինակ, եթե մենք խոսում ենք հայտնիների մասին, հավատացեք, որ ամենահայտնի դեմքերը իրենք հատուկ brain coach-եր ունեն, հա, օրինակ Jim Quick-ը կարծեմ, ինքն Elon Musk-ի coach-ն է եղել։ Եվ Jim-ը ինչի է վերցրել ուսումնասիրել ուղեղը եւ այլն, որտեղ ինքը դպրոցում learning disability կրթական խնդիր է ունեցել եւ արդյունքում այդ երեխային անդադ ձեռ են առել, անդադ հալածել են, մի անգամ ուսուցիչը փորձել է պաշտպանի եւ ասել է հանգիստ թողեք այդ երեխուն, այդ երեխան broken brain ունի, կոտրված ուղեղ ունի, այսինքն ի վիճակի չի։ Եվ երկար ժամանակ աշխատանք է արել իր վրա, որպեսզի հասկանա ոնց է ուղեղն աշխատում, հələ մի բան էլ հետո գնա, այդ level-ի մարդկանց սովորացնի, ոնց կարան արագ սովորեն, արագ կարդան, արագ ստրես կառավարեն եւ այլն, որտեղ այդ ինտենսիվ բիզնես միջավայրում, որտեղ որ high speed, high space բանա տեմպեր են, որպես այդպեսին շատ արագ ամեն ինչ գնում եւ շատ հաճախ շատ բաներ կոտրվում են, ուրիշ տարբերակ չկա, քան արագության համապատասխանեցնել իրենց եւ շատ հայտնի մարդիկ, ոնց որ Elon Musk-ն է եւ շատ այլ մարդիկ, իրենք վերցնում են brain coach-երի, հենց brain coach-երի, նաեւ focus լինելու, focus-ի գալու coach-եր են ունենում։ Եվ իրենք այդպիսի աշխատանքներ են անում, այդպես Jim Quick-ի գիրքը բավականին լավն է, Limitless, անսահման է կոչվում։ Կարող եք թարգմանել, ընդհանրապես գրքի, ես Սապոլսկին, ես Ֆոտկտայի անունը Limitless։ Limitless։ Թե չէ գրքեր կան, ես օրինակ շատ ուրախ եմ, որ Քանեմանի արագ եւ դանդաղ գիրքը թարգմանվեց եւ օրինակ ինձ մոտ ամերիկյան համալսարանում պարտադիր է որևէ գիրք կարդալ ուղեղի մասին։ Պարտադիր է, որտեղ արդյունավետ հաղորդակցման հիմքում ընկած է դու ինչ գիտես, ոնց է մարդու ուղեղն աշխատում։ Երբ որ դու գիտես, ոնց է միտքը ուղեղը աշխատում, այնտեղ ավելի մեծ հնարավորություններ կան բանակցությունները շատ ավելի ճիշտ վարելու, կոնֆլիկտները լուծելու եւ այլն, այդպես։
Եվ ես ասում եմ, կամ իմ գիրքը պետքա կարդաք, նվիրատվություն եմ արել ամերիկյան համալսարանի գրադարանին, այդպես իմ գրքերից, որ երեխաները կարդան, ես ասում եմ պարտադիր, կամ իմ գիրքն եք կարդում, կամ որևէ այլ հեղինակի գիրք եք կարդում, կամ թող ընտրեն։ Այդպես։ Ինչ կասես։ Այս հոյակապ զրույց է։ Ես ինձ օրինակ համարում եմ այն մարդը, որը ամեն ինչը դնում է հարցականի տակ։ Ամեն ինչ։ Այսինքն իմ մոտ սև ու սպիտակ գրեթե գոյություն չունի, բացի այսպես որոշակի բարոյական պրինցիպներից բացի, էլի մնացած ամեն ինչ սև ու սպիտակ գոյություն չունի։ Բայց ընդհանրապես իմ շփման ընթացքում մարդկանց հետ դա գոյություն չունի, որտեղ մարդկանց մեծամասնության համար ամեն ինչ չէ, բայց գերակշռող մեծամասնությունը գաղափարների սև ու սպիտակը։ Չկա այդ որոշակի գույն տալ, արդյոք այս ինչ որ դու համարում ես վատ, դա վատ է, ու արդյոք այն ինչ որ դու համարում ես լավ, դա լավ է։ Ինչ եմ դա բարձրաձայնում, նոր որ 15 րոպե առաջ ասում էի, այն մարդկանց համար, ում համար սև ու սպիտակը շատ է, իրանց ավելի հեշտ չի ապրել։ Կարծում եմ հեշտ է, բայց դա ընտրության հարց է։ Հասկանում եք, որովհետև ինքնախաբեությունը շատ հաճելի է, մինչև որ գլխիդ չի խփում։ Հա, եթե գիտակցում ես։ Իսկ եթե չես գիտակցում, ասում ես, չգիտեմ, բախտս չբերեց, չգիտեմ, Աստված չտվեց, տարբեր կան ֆրազաներ։ Գիտակցելու համար տարական հմտություն է, գիտելիքավորին, որ մենք պետքա տիրապետենք։ Եթե գիտեք, մի հատ բան ասեմ։ Այսօր այս քննարկումը, որ քննական մտածողությունը, mind brain մտքի ուղեղի կրթությունը շատ կարևոր են, վաղուց սեղանի վրա են եղել։ Ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ, ես ընդհանրապես ոչ մեկ եմ այնտեղ։ Այս ձգտումը եկել է նրանից, որովհետև ես ինքս իմ բարդություններն եմ ունեցել կյանքում, որ պատասխաններ էի փնտրում, մինչև չմտա, չխորացա, չհասկացա իմ ուղեղը ոնց է աշխատում, չգտա այդ պատասխանները։ Եվ հետո, քանի որ կրթության ոլորտում եւ անընդհատ տեսնում էի երեխաների դժվարությունները, ինչ մարտահրավերներ է իրենց կյանքում, ես հասկացա, որ մինիմումը, որ ես պետք է անեմ, այդ գիրքը գրելն է, որովհետեւ իմ, այսինքն կյանքի ընթացքում 8 տարի ես միայն կրթվում էի, ինքնակրթվում էի, դասեր էի վերցնում, այնքան դժվար չէի կարողանում Մարսեի, թողնում էի ուրիշ դաս էի վերցնում, որ հասկանայի ոնց է աշխատում, որ ֆիզիկայից ինչ որ բաներ փորձում հասկանայի, որ հասկանայի այնտեղ նեյրոնների մեջ էլեկտրական ազդակները ոնց են մի նեյրոնից մյուս նեյրոն փոխանցվում, այսինքն բավականին դժվար process էր։ Ես 8-10 տարի գրել եմ գիրքը որպես այդպեսին։ Ամբողջ հարցն այն է, որ այս քննարկումը սեղանի վրա վաղուց եղել է։ Շատ հայտնիներ այս մասին պարբերաբար խոսել են։ Ասենք իմ ամենասիրելիներից, ասենք եթե վերցնենք փիլիսոփա Չոմսկին, օրինակ ինքն ասում էր, որ մենք դպրոցում երեխային մտածել չենք սովորացնում։ Սովորացնում ենք ենթարկվել։ Բարձ պատճառներով, որովհետև քաղաքական էլիտան միշտ ուզում է վերարտադրի իրեն պետք է ենթարկվող մասաներ։ Կանոններ հետևող։ Այո, կանոններ եւ հետևողներ որպես այդպես։ Համեն չարերին ասում են դու վարքը լավ չի։ Այո։ Պետքա բան զգաս լինես։ Հենց այդ օրինակն է վերում Չոմսկին, ասում է, եթե դու մի օր մորանաս, այսինքն ոչ թե մորանաս, դասի չգնաս, որտեղ դու ուղեղի մասին, այդ ես եմ ավելացրել, գիրք ես կարդում, նոր գիտելիք ես ձեռք բերում, դու կպատժվես, որտեղ չես ենթարկվել, ոչ մեկ քեզ չի խրախուսի, որ դու ուղեղի մասին գիրք ես կարդացել, կարող է գայր ինչ որ մի բան էլ երեխեքին սովորացնել, հա, մոտապես այդ ռակուրսով։ Գիտեք, բազմաթիվ հետազոտություններ են եղել, որտեղ որ օրինակ եթե վերցնենք Carol Dweckին, mindset այո, growth mindset-ի հեղինակին բազմաթիվ փորձեր են արվել երեխաների հետ եւ տեսել են, երբ որ երեխաները սովորում են ուղեղը ոնց է աշխատում, երեխաները շատ ավելի լավ են սովորում, շատ ավելի արագ, շատ ավելի վստահ։ Իրենց մոտ վերանում է վախը սխալվելու նկատմամբ։ Ինչի, որտեղ
իրենք հասկանում են կենսաբանական, նյարդաբանական, հոգեբանական նախապայմանները, որոնց արդյունքում, եթե իրանք սխալվեցին, մեծ բան չի, իրանք սովորեցին մի բան, հա, ոչ թե որ քննադատվում են, այս տառը ծուռ գրեցիր կամ եւ այլ, դու պետք է այդքան անես, մինչեւ սովորես։ Մի ուրիշ բան, Ջեֆրի Շվարցը նաև բազմաթիվ հետազոտություններ է արել, որոնց միջոցով ցույց է տալիս, որ երբ որ մարդիկ գիտեն ուղղակի ոնց աշխատում, իրենք շատ ավելի երջանիկ են, որտեղ շատ ավելի կառավարելի է դառնում կյանքը։ Ստրեսները, չգիտեմ, իրենց որոշումները շատ ավելի ինքնա գիտակից են, իրազեկ են շատ հարցերի նկատմամբ, այսինքն ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը բազմաթիվ հեղինակներ, հետազոտողներ, գիտնականներ արել են, բայց սա mainstream չի դառնում, TikTok-ն է դառնում mainstream։ Mainstream դարելը հոգեբան ունենալը բավականին mainstream-ա դարել, հատկապես երիտասարդների մոտ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ուղեղի մասին կարդալով կարելի է էապես պակասացնել հոգեբանների մոտ գնալը։ Ես ազնվորեն ասեմ, դա բավականին կօգնի շատ հարցերի պատասխաններ գտնել, հոգեբանի մոտ այնուամենայնիվ պետք լինի գնալ, երբ որ հոգեկան առողջության խնդիրներ կան։ Հասկանում եք, դրանք տարբեր բաներ են, բայց տարական փոքրիկ բաների համար այլևս պետք չի լինի վազել ոչ քոչի մոտ, ոչ հոգեբանի մոտ եւ այլն, որտեղ դրանք տարական գիտելիքներ են, որոնց որ մենք պետքա տիրապետենք։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Մենք հարցի տակ երբեք չենք դնում, որ ոնց է այս 14 տարեկան երեխան կոդ գրում։ Չէ, այսօր 14-15 տարեկան երեխաները ծրագրավորում են սովորում, կոդ են գրում կամ ֆինանսական բորսաներում մեծ գումարներ են աշխատում։ Այդ ոնց է 15-16 տարեկան երեխան դա կարա անի, իր ուղեղի մասին չի կարա սովորի, չի կարա հասկանա ինչա։ Հասկանում եք, այսինքն պրիորիտետի հարց։ Ինչի է պրիորիտետի հարց, որովհետև մեր ընտանեկան սեղանների շուրջ մենք չենք ասում ուղեղիդ մասին սովորի, որովհետև դու տենց երջանիկ կլինես, առողջ կլինես եւ նաեւ կարող է հարուստ լինես, որովհետև խելոք որոշումներ կարաս կայացնես։ Մենք ասում ենք ծրագրավորող դառ, որ փող աշխատես, տղա ջան։ Այո, ֆունկցիան դա է։ Այո։ Այսինքն մենք ենք մեր ընտանիքներում խրախուսում այն, ինչ որ այսօր ունենք։ Նույն թեք ոլորտում հոգեկան առողջության խնդիրներն խայտարակ մակարդակի են հասնում։ Ամերիկայում 10-ից 9 որևէ հարցով տարվա ընթացքում անպայման գնում է հոգեբանի մոտ։ Հասկանում եք, կամ հոգեբույժի մոտ burnout-ների rate-ը եւ այլն խայտարակ մակարդակներ են հասնում, ինչի, որովհետեւ մեզ ասել են դու կարաս սովորես, կարաս լիքը ֆորմուլաներ սովորես, ծրագիր գրես, չգիտեմ, այս անես, այն անես, բայց մտածես կամ որ պետքա հոգ տանես քո ուղեղի մասին։ Մեզ չեն սովորացրել։ Ուրիշ մի հատ բան ասեմ։ Լսում։ Մենք այս ամեն քննարկումների արդյունքում արհեստական բանականություն ստեղծելու արդյունքում կամ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու արդյունքում, որոնք արդեն ներդրվում են մեր ուղեղում, ինչ որ չիպեր եւ այլ, հա, եթե այնտեղ տարբեր հետաքրքիր կամպանիաներ կան, որ իրենք տարբեր չիպեր ունեն, ուղեղում դնում են տարբեր ֆունկցիաներ լավացնում մեր ուղեղի։ Դրա արդյունքում սկսել ենք քննարկել արդեն տարիներ շարունակ cognitive liberty հասկացությունը, որը մտքի ինքնորոշման ազատության հասկացությունն է։ Հիմա տեսեք, մենք խոսեցինք այդ մասին, որ մտքի ազատություն պետքա լինի, ինֆորմացիայի ազատություն պետքա լինի։ Չգիտեմ պետքա թե չէ, բայց կա։ Փաստացի կա։ Մարդու իրավունքների կոնվենցիայում մենք ունենք մտքի ազատության դրույթը, որն ինչ ասում, ասում է դու պետք է ազատություն ունենաս մտածելու ինչ որ ուզում ես։ Հա։ Մտքի արտահայտելու։ Եվ արտահայտելու։ Մտքում։ Իսկ մտքի ինքնորոշման ազատության դրույթը, որ վերջերս է ստեղծվել այս նոր տեխնոլոգիական զարգացումների հետ կապված, ինքն ասում է դու պետքա ազատություն ունենալու այդ privacy-ն, անկախությունը, պահպանելու ազդեցությունները քո մտքի վրա, թե քո միտքը ոնց կձևավորվի։ Ինչի, որովհետև ամեն ինչ այլևս ազդում է մեր մտքի ձևավորման վրա, ներառյալ տեխնոլոգիաները։ Եվ դա նաև նրա համար է, որ եթե դու որոշես դու ուզում ես չիպը դնես ուղեղում, դրա իրավունքն էլ ունենաս։ Դու ունենաս ազատությունը որոշելու քո մտքի ձևավորման արխիտեկտուրայի վրա ինչը պետք է ազդի, ինչը չպետք է ազդի։
Հասկանում եք, բայց իմ համար ազնվորեն ասեմ, հիմա դա աբսուրդ է, որովհետև ինչ իմաստ ունի այդ ամեն ինչը ստեղծել եւ այլն, եթե մենք տարական գիտելիք մեր ուղեղի մասին չունենք ու մենք չգիտենք իրան ոնց օգտագործենք։ Այդ նույնն է, ինչ որ քո գարաժում դու թույն յուղը վրան Bentley ունենաս, քո Bentley-ն է, օրենքով քոնն է, բոլոր լիցենզիաներով։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որ բոլոր կանոնները Bentley-ն վարելու կա, հա? Օրենսդրությունը կա, ամեն ինչ տեղում է։ Բայց դու որպես անհատ չգիտես այդ Bentley-ն իրանից ինչ ա ներկայացնում ու չգիտես ոնց իրան քշես։ Չեն սովորացրել քեզ։ Որն է իմաստը, որ թղթով քոնն է, օրենքով քոնն է, սաղ օրենքները կան, ամեն ինչ քննարկվում է։ Նույնը ուղեղի հարցն է։ Ժիգուլի լիներ էլի։ Կարար Ժիգուլի լիներ, կարար Իշուկ լիներ։ Ասածս այն է, որ նույն ձևով, երբ որ դու չգիտես քո ուղեղը ոնց է աշխատում, բոլորը իրան քշում են, բացի քեզնից, բոլոր հարևանները, բարեկամները քշում են իրան։ Դուք չեք քշում։ Էս է հարցը։ Մեր ուղեղը մենք չենք քշում շատ հաճախ։ Իսկ TEDx-ով երբ անց ես զբաղվում։ TEDx-ով 2000, այո, 2009 թվից եմ զբաղվում TEDx-ով։ TED-ից է սկսվել էլի ուղեղով հետաքրքրվելը։ Գիտեք, Մինչև այդ չկար Հայաստանում TEDx։ Չէ, չկար, ոչ մի բան չկար։ Հիմա մի քանի հատ TEDx-ներ կան, չէ՞։ Հիմա, այո, կան ուսանողական TEDx-ներ որպես այդպիսի, որոնցից շատերին մենք ենք օգնել, հիմնականում մենք ենք օգնել, mentorship են կարևոր նաև լիցենզիաներ ստանան եւ այդպես։ TEDx-ի համար լիցենզիա է պետք։ Պարտադիր։ Առանց Ով է տալիս լիցենզիայի։ Excel լիցենզիան է, TED-ն է տալիս։ Չէ, X-ը նշանակում է անկախ կազմակերպող, բայց դա, այո, TED-ի ծրագիրն է եւ ամբողջ բովանդակությունը TED-ին է պատկանում, TEDx-ում արտադրված ամբողջ բովանդակությունը Ձերն էլ։ ամեն ինչը TED-ին է պատկանում, ես ոչ մի բան չի պատկանում։ TED-ը Technology Education Entertainment Design, Design։ որտեվ սկզբում երբ որ ստեղծվել է 84 թվին, այդ երեք ոլորտն ա եղել, հետո են ավելացրել ամեն ինչ։ Մի վարքան TED ասելով դա ինչ է, ոչ պետական ինչ է TED-ը։ Ոչ կառավարական կազմակերպությունը, որը NGO։ ալտերնատիվ կրթական հարթակ է հանդիսանում։ Բայց այդ NGO-ն շո մեկ ստեղծել է, չէ՞։ Այո։ Warman, Richard Warman, եթե սխալ կարող եմ արտաբերեմ ազգանունը, 84 թվին Ամերիկայում եւ ինչի, որովհետեւ ուզում էին, որ մի հատ համայնք ստեղծվի, որտեղ որ ամենաթարմ, ամենանոր գաղափարները էլիտան իրար հետ կքննարկեն, ոչ թե կքննարկեն, կներկայացնեն։ Շատ լավ, բայց եթե ամբողջ ինֆորմացիան պատկանում է այդ NGO-ին, այդ նորմալ է։ Առաջ պատկանում էր, բայց հետո 17-18 տարի առաջ, երբ որ Chris Anderson-ը դարձավ ղեկավարն, ինքն այդ խրախուսումն արեց եւ TED-ը դարձավ հանրային։ Այսինքն ամբողջ բովանդակությունը հանրային Օնլայն դրված է։ Այո, օնլայն դրված է։ Պարզապես երբ որ այդ ելույթները պատրաստում են եւ այլը, այսինքն YouTube-յան channel-ները, դրանք ամեն ինչը պատկանում են TED-ին եւ իհարկե իրենք դա օգտագործում են ինչ որ բաների համար, որոնցից գումար է գալիս եւ իրենք նորից ներդնում են կրթական ծրագրերի։ Սուտ բանը ռեկլամաներ դնելով եւ այլն։ Եվ իհարկե իրենք կոնֆերանսները, դրանք շատ թանկ կոնֆերանսներ են։ Ամենաէժան կոնֆերանսը, որ կարող եք գնալ, մոտ մի $5,000 է, $3,000 է մուտքը։ Մասնակցել։ Այո։ Բայց ես Բայց նայ կներես էլի, եթե ես կարող եմ դա on-line հետո լսել, ինչ եմ ես գնում այդ կոնֆերանսին։ Network-ի համար եւ այնտեղ օրինակ դե այնտեղ ամեն մեկը չի գնում։ Ես շատ կոնֆերանսների եմ եղել, TED կոնֆերանսներ, որտեղ նաեւ քանի որ TED-ի համար աշխատել եմ, scholarship-եր եմ ստացել, հետո նաեւ ինքս եմ գնացել։ Այնտեղ գիտեք ոնց է, շատ հաճախ այդ մարդիկ, ովքեր որ էլիտան network house-ում անի կամ investor-ներ գալիս են լավագույն գաղափարների վրա հնարավորություն ունենալու investment-ներ անելու, այդպես է։ Եվ այնտեղ նաեւ շատ հետաքրքիր հարցադրումներ են քննարկվում, այսինքն մտքի առաջնորդներ են շատ հաճախ այնտեղ լինում, որտեղ որ իրենց կարևոր է հասկանալ այս տնտեսության, գիտության, որևէ այլ բանի զարգացման ուղղությունը ուր է գնում, այդպես մտածողության նոր հորիզոններ են փնտրում։ Այնպես որ ես պես նաև բավականին քննադատություններ եմ լսել TED-ի, որ կարճ է, տենց մարդը լսում է, իրան թվում է ինքը տենց մի հատ բացահայտում արեց, բայց ինքը տենց հատվածական
ինֆորմացիա գիտելիք չի, հա, այտենց որպես edutainment, entertainment կարող է լավ է, բայց այո, դա չի կա։ փոխարինում էլ, որ նույն գիրք կարդալը։ Գիտեք ինչ, Արա ջան, դա կա, բայց բազմաթիվ են պատմությունները, որ հսկայական ազդեցություն ա ունեցել։ Միայն թե ելույթները նայելով, ես TEDx Երևանը հիմնադրել եմ, ոգեշնչումը գրքի ուղեղը ուսումնասիրելու այնտեղից է եկել, ճանապարհը գտնելու, հեղինակներ գտնելու, ովքեր մատչելի են կարդալու համար, իրենց դասերը Այսինքն թե դու դրա վրա կառուցում ես, շարունակում ես մի բան, եթե այդ մակարդակով քեզ ծնող ու խելոքացար, ինքդ քեզ խափում ես։ Իհարկե, Իսկ TEDx Երևանը ինչ անում։ TEDx Երևանը կոնֆերանս է, որը որ տարեկան 1 կամ 2 անգամ կազմակերպվում ամենատարբեր հետաքրքիր թեմաներով մեր համայնքի, ինտելեկտուալ համայնքի լավագույն գաղափարները, պատմությունները, մոդելները ցուցադրելու, տարածելու համար։ Ով է մասնակցում այդ կոնֆերանսին։ Ամենատարբեր մարդիկ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, բիզնեսմեններ, թեք ոլորտի ներկայացուցիչներ, շատ գիտնականներ, ամենատարբեր մարդիկ։ Տեղ չի լինում։ Ֆինանսական, Ես անգամ գնացել էի, տեղ չի։ Այո, չի լինում։ Նայած ինչ սենյակ է, դա։ Կինոյի տանը մեծ դալի։ Կինոյի տանը 500 աթոռ ունեինք, 700 հոգի եկավ, ստիպած ներս թողեցինք, 200 հոգին հատակին նստեցին, մինչև վերջ մնացին, չգնացին։ Մենք շատ երկար ենք աշխատում սփիքերների հետ բովանդակություն պատրաստելու համար։ Այո։ Բոլոր երկրներում մեծամասամբ վճարովի է TEDx կոնֆերանսները, դա իմ որոշումն է եղել, որ մենք անվճար ենք անելու, որովհետև մենք հետապնդում ենք կրթական նպատակներ եւ հասանելիությունը շատ կարեւոր է կարծում եմ, բայց իմ լիցենզիան թույլ է տալիս $250 տոմս վաճառել, մինիմումը $100 այդպես։ Եթե այդպես սկսեի, երևի այդպես կգներ, բայց այդպես չեմ սկսել։ Շատ երկրներում մարդիկ վճարում են 100, 150, 250 միայն մեծ հայտնի կազմակերպիչները իրավունք ունեն տոմս վաճառելու, այսինքն շատ քչերը $100 սահմանում վաճառում են։ Եվ մարդիկ սիրով առնում են, գնում են։ Իսկ սպիկերները մեծ մասը Հայաստանից է։ Հայաստանից են, դրսից են, սփյուռքահայեր են, այո, եւ էլի ամենահայտնիների մասին ասկսած Ալեքսիս Օհանյանից վերջացրած, չգիտեմ, Սերինա Վիլյամսով։ այո։ Սերենա Վիլյամսը թեդում է խոսել։ Դուք աշխատում եք, չէ՞, մարդկանց հետ, իրանք շուտ ոճով պետք է այդ ինչքան է տևում։ Մինիմումը 3 ամիս, մինչև 6 ամիս կարա տևի, որովհետև երբ որ դու նոր գաղափարների վրա ես աշխատում, լիքը բան պետք է կարդալ, հետազոտել, թե դե շատ խիստ կանոններ ունի, պետք է նայել, որ այդ citation-ները ճիշտ լինեն, դու ինչ որ մեկի գաղափարը չգողանաս, ինչ որ բաներ չանես, եւ հատուկ ձևով է մշակվում ելույթը, որ ինքը իսկապես ազդեցություն ունենա, որ դու գնաս ուղեղի մասին հետո այդքան կարդաս, որ գիտ գրես։ Այդպես էլի։ Նպատակը դա է, միշտ չի որ ստացվում է, եթե սպիքերը լավ աշխատում է, ստացվում է։ Այսինքն դրա մեջ լուրջ ժամանակ եք դնում։ Անպայման, եւ մենք եւ սպիքերը բավականին երկար ժամանակ ենք դնում։ Շատ մարդ, հա, աշխատում TEDx-ում։ Հիմնական թիմը, չէ, մենք մշտական աշխատող թիմ չունենք, միայն ծրագրերի շրջանակներում հավաքվում են մարդիկ, ովքեր որ կեսը կամավորական հիմունքներով, կեսը ոչ կամավորական աշխատում են, ասենք օրինակ մենք պրոֆեսիոնալ video production թիմ ունենք, քոչերի թիմ ունենք եւ այլը, այդպես իրենք ժամանակավոր գալիս են, ինչ որ ժամանակ են դնում, տարեկան մենք շատ չենք անում, 1, 2, մաքսիմում 3 միջոցառում։ Իսկ այդ մարդը որ գալիս է խոսում, ասենք, իրան 3-ից 6 ամիս դրա մեջ դնելու իմաստը որն է։ Գիտեք որն է, մարդկանց այդ մտքի առաջնորդները սիրով են գալիս, որովհետև դա վարժանքների շարք է, որը նաև իրենց տանում է իրենց հաջորդ նոր գաղափարին, իրանց բիզնեսի համար, իրանց գրքի համար, իրանց PhD կամ չգիտեմ ինչի համար որպես այդպեսին, որտեղ բավականին լուրջ տեխնոլոգիաներով եւ տեխնիկաներով ենք աշխատում այդպես եւ բավականին հետաքրքիր բաներ է ստացվում։ Դուք առանձին ոնց որ հանրային խոսքի բաներ ունեք, չէ՞։ Գիտեք ինչ, մեր հանրային խոսքի, այո, առանձին հանրային խոսքի դպրոց ունենք, որ Think Studio է կոչվում, եւ փակ դասընթացներ ենք անում, մենք ենք ընտրում պոտենցիալ emerging, այդպես սկսնակ լիդերներին, լավ օրինակներին, այո, ծագող աստղերին, ինչի համար, որովհետեւ թեդային ոճի ելույթներ ամեն մեկի չես ուզում սովորացնել, ասենք վերցնի սկսի մանիպուլյացիա անել կամ եւ ազդեցություն ունենալ ոչ լավ նպատակների համար։ Սա մենք շատ այդպես սելեկտիվ ենք ու մենք ընտրում
մենք սովորացնում Երբ որ սկսեցինք առաջի միջոցառումներն անել, առաջի միջոցառումից հետո հասկացանք, որ շատ արագ աստղայինը տանում է մարդկանց, այսինքն մենք տրադիցիոն ճարտասանության, public speaking-ի պրեզենտացիաներ անելու մոտեցումներով չենք կարող աշխատել։ Շատ ավելի խորքային աշխատանք է պետք, որտեղ գիտեք, պետք է աշխատեք մարդու հետ, որ ինքը կարողանա պատվով իր դժվարությունները ներկայացնի, իր քաղած դասերը ներկայացնի, ինքը խոցելի չդառնա բեմի վրա։ Դրա համար սիրվի, հարգվի, բայց մեծ դաս, կարևոր դաս կարողանա պատմի։ Դժվար բաներ են։ Ես պետք է ասեմ, որ մեթոդաբանությունը մենք վերցրել ենք TED-ի դպրոցից, վերցրել ենք նեյրոգիտությունից, հա, մտքի ուղեղի աշխատանքի իմաստություններ ենք վերցրել, հոգեբանությունից ենք վերցրել, mingle ենք արել, խաչասերել ենք եւ ստեղծել ենք մեր մեթոդաբանությունը, որ այդպես think studio-ա կոչվում, այսինքն մտածելու ստուդիա-ա կոչվում, որովհետեւ ինքը շատ երկար աշխատանք է մտածելու այդ նոր գաղափարը ծնելու համար։ Իսկ դուք TED-ին վճարում եք ինչ-որ franchise, ո՞նց է այդ։ Չէ, մենք TED-ին չենք վճարում, մենք որ թողումած ես գումար գանձել, ինչ է։ Չէ, մենք գումար չենք գանձում։ Եթե գանձեք, պետք է իրանց էլ տաք։ Չէ, մենք միայն վերցնում ենք կազմակերպական ծախսերի համար Թողել աջակցություն։ ինչ է նշանակում ասել։ Ինքը լիցենզիա է տալիս, որը որ քեզ հնարավորություն է տալիս fundraising անել, միայն կազմակերպչական ծախսերը են հոգալու, սպիքերներին վերապատրաստելու, չգիտեմ, կոնֆերանսի զալն ունենալու եւ այլ բաների համար։ Անունը TEDx չդնես, ուրիշ բան դնես։ Չես կարա։ Ինչ չես կարա։ Դե կարաս, բայց չես կարա TED-ի հետ համագործակցես այդ դեպքում։ Հա, չէ, բարձր է։ Եվ մենք մի քանի կազմակերպությունների, որ լավ գործ են անում, նաև սովորացրել ենք ինչ-որ այդպես այդ տեխնիկաները կիրառել իրենց նպատակների համար, բարեգործական կամ եւ այլն։ Իսկ մի քիչ բանից խոսանք այդ բիզնես քոչինգից։ Այո։ Այդ իրար հետ փոխկապակցված են, գիրքը TEDx-ը, բիզնես քոչինգը, թե տարբեր բաներ են։ Չէ, դրանք մի քիչ փոխկապակցված են, որովհետև սպիքերների հետ աշխատանքի մեծ կոմպոնենտը դա thought leadership coaching-ա, որտեղ որ դու աշխատանք ես անում, որ մարդը կարողանա իր մյուս level-ին անցնի, մյուս մակարդակն անցնի մտածողության, որ կարողանա այդ մակարդակի միտք արտադրի, ծնի, որպես այդպեսին, եւ այնտեղ միայն շատ նոր coaching-ային մոտեցումներով կարող ես աշխատել։ Հետո երբ որ դու սովորացնում ես ելույթի ստրուկտուրան կառուցել, դա արդեն mentoring-ի կամ training-ի մոտեցումներն են, որ աշխատում են։ Բայց երբ որ դու ունես մարդ, ով հարուստ է գիտելիքով, գիտեք, շատ հաճախ ինչ է լինում, շատ հայտնի մարդիկ ասում են մենք ուզում ենք խոսել TEDx-ում, երբ որ ես ասում եմ ինչի մասին եք ուզում խոսել, իրանք նույն միտքը, որ ամեն տեղ խոսել են, գիրք ունեն գրած են, գալիս են ասում են այս իրա մասին եմ ուզում խոսամ։ Ասում եմ, գիտեք, այդ արդեն կա, մենք նոր բան ենք ուզում։ Նեղանում են, դու ով ես, ո՞ւմ ես դες բաներ ասել։ Բայց նրանք, ովքեր որ իսկապես ուզում են մյուս մակարդակ անցնել մտածողության, սիրով են գալիս։ Իսկ TED-ը ձեզ տեխնոլոգիա տալիս է, թե ամբողջությամբ ձեր մտածած մոտեցումներն են դուր։ Իհարկե տալիս է։ Մենք գայդլայններ ունենք, բավականին դաժան, լուրջ, երկար գայդլայններ ունենք, որոնցով առաջնորդվում ենք։ Ինչ-որ տեղ սովորում են, հա, սովորում գալիս ներդնում եք, թե Դե վերապատրաստվելու մենք on-line հարթակներ ունենք, որտեղ որ այդ մարդիկ վերապատրաստվում են, մենթորինգներ են անում միմյանց եւ այլն։ այդ ձեր բանախոսներին, բայց դուք ինքներդ էլ չէ։ Այո, ես ասում եմ կազմակերպիչների մասին է խոսքը, որովհետև պատկերացրեք հազարավոր կազմակերպիչներ կան ամբողջ աշխարհում եւ թե դա բարբերաբար ամեն տարի վերապատրաստման դասընթացներ ունի եւ այլ եւ ես իհարկե մասնակցել եմ։ Թե դա կարողանում է ոնց որ միասեռ որակ ապահովի ամբողջ աշխարհում։ Չէ, չի կարողանում։ Բայց դրա համար TED-ն լավագույնները ընտրում է եւ մայր պլատֆորմի վրա է դնում, իսկ նրանք, որոնք որ միշտ չի որ համապատասխանում են, ինքը նաեւ այդ ապահովությունն ունի, որ TEDx-ը, այսինքն անկախ կազմակերպող TED-ի սկզբունքներով միջոցառում է։ Այո։ Այնպես որ շատ խելոք մոդել է։ Շարունակելով արայի հարցը։ Ում ես coach անում։ Ես հիմա աշխատում եմ Better Up կազմակերպության հետ, ով աշխատում է Fortune 500 կամպանիների ղեկավար միջին օղակների հետ եւ իրենց հետ եմ աշխատում, իրենց հետ աշխատելու համար բազմաթիվ վերապատրաստումներ եմ անցել, ICF որակավորումներ, Better Up-ի որակավորումներ եւ այլն եւ
ընդունելության գործընթացը տարի ու կես տևել է, բազմաթիվ քննություններ, թեստեր, դիտարկումներ, ես ինչպես եմ աշխատում մարդկանց հետ, դրա գնահատումները։ Իմ հարցը դրա մասին էր։ Ինչ մարդկանց հետ։ Ղեկավար պաշտոնների ամենատարբեր ոլորտներից, թեք ոլորտներից, Ոչ Հայաստանում։ ոչ Հայաստանից։ Ոչ Հայաստանից ես առանձին ունեմ իմ հաճախորդները Հայաստանից, որոնք այլևս քչանում են, որովհետև Better App-ը շատ ավելի շատ ժամանակ է տանում, բայց Better App-ի հաճախորդների շարքում են, ասենք, չգիտեմ, որ պատկերացնեք, Zendesk, Visa, Lego, չգիտեմ, Disney եւ այլն եւ այլն։ Բոլոր, ամեն այդպես։ Ու իրանք ոնց ասեմ գալիս են Better App, ասում են ինձ coach-ա պետք։ Ինքնաբերաբար գիտակցում է իրան coach-ը պետք։ Կան անհատ ղեկավարներ, որ իրենք են գալիս փնտրում են այդ coaching-ները, կան մեծ կորպորացիաներ, ովքեր որ հատուկ վարձում են Better App-ին, որտեղ որակավորված արդյունք է ապահովում իրենց աշխատակիցների համար աշխատելու համար։ Դրանով HR-ն է զբաղվում։ Այո, HR-ն, ոչ միայն HR-ը, նաև executive team-ն, որպես այդպեսին, ասենք օրինակ, եթե leadership mentoring-ներ պետք անի, executive-ն ասում է, արի ես Better App-ին բերեմ, թող իրանք coaching-ներն անեն, բայց հիմնականում դա HR-ն է, learning development-ն է, որպես այդպեսին, HR-ը։ Իսկ զուտ ես մի 6 տարի Ամերիկայում ապրել եմ, ենթադրում եմ Ամերիկայի աշխատակից, Ամերիկայում ապրող աշխատակիցներ։ Ամերիկյան կորպորացիա, չէ, ամբողջ աշխարհի համար է աշխատում։ Ես հիմա կլիենտներ ունեմ ամբողջ աշխարհից։ Այսինքն Ամերիկայում չի, որովհետև իմ հարցը հենց Ամերիկայի մասին կլներ, որովհետև ասեմ ինչ համար։ Ամերիկայում, երբ որ, չգիտեմ, եթե դու ուզում ես լուրջ ընկալվես, օրինակ, պետք է, չգիտեմ, անուն ազգանունդ հասկանալի լինի, անգլերենդ համեմատաբար առանց акցենտ լինի, ու այդ տիպի բաներ էլի մարդու կողմից, չեմ ասում Better App-ի կողմից, ում որ coach են անում։ Դա համար էլի ուզում հարցնել, արդյոք դա դժվար չի։ Դժվար է, ես հաճախորդներ ունեմ, ում անգլերենը բավականին դժվար է հասկանում, բայց կամաց սովորում ես։ Օրինակ հիմա ունեմ Չինաստանից, Հնդկաստանից, Ամերիկայից, Կանադայից, Ղազախստանից, Ռուսաստանից, բազմաթիվ տեղերից, Եվրոպայից, Շվեյցարիա եւ այլ Էդինբուրգից, ասենք չգիտեմ, Հոլանդիայից, Գերմանիայից, բազմաթիվ։ Արդեն կորցրել են քանակը։ Լավ, ինչքան ժամանակ պահանջվում է ամեն մեկի համար։ Սեշնները 45 րոպե են կամ կես ժամ են, 30 րոպե են։ Ես իմ ամբողջ օրը չեմ նվիրում Better App-ին, ես առանձնացված ժամեր ունեմ, որ Better App-ին նվիրում եմ, ինչ որ կա 5 հատ client-ը, ինչ որ կա 8 հատ client-ը, 8 հատ չեմ վերցնում, որովհետև դա հոգնեցուցիչ է։ Մաքսիմումը 4-5 ժամ դառավ։ 6 client, մաքսիմումը 6 client-ի եմ վերցնում։ Եթե ազատ օր ունեմ, այդպես եմ վերցնում։ Ես փառք Աստծո հասել եմ այնտեղ որտեղ որ արդեն միայն աշխատում եմ ինքս իմ համար, ես մշտական ուրիշ աշխատանք չունեմ, այսինքն կամ դասավանդում եմ, կամ TEDx-ներն եմ անում, կամ իմ հաճախորդներն են Silicon Valley-ից, Հայաստանից, կամ իմ Better App-ի հաճախորդներն են։ Հիմա նոր առաջարկներ էլ կան այդպիսի կամպանիաներից, կտեսնենք։ Այսինքն Zoom call-ի նման մի երևույթ է։ Այո, Zoom call-ով իրականում շատ պլատֆորմներ իրենք հատուկ իրենց տեխնոլոգիան ունեն ներդրված, որովհետև կոնֆիդենցիալության հարց կա, դու չես կարող նույնիսկ ուրիշ պլատֆորմ օգտագործես դրա համար, այդպես։ Բայց Հայաստանում չկա պահանջարկը դրա։ Չէ, կա պահանջարկը, հատկապես օրինակ ես հատկապես ես tech sector-ի հետ եմ աշխատում բավականին ինտենսիվորեն, կան հայաստանյան շուկայից, կան Silicon Valley-ից սփյուռքահայ հաճախորդներ, ունեմ Ինչի համար է իրանց դա պետք։ Ամեն ինչի համար կարա պետք լինի, ես ձեզ ասեմ, իրենց աշխատավարձը արդյունավետությունն է բարձրացնում աշխատանքի։ Անպայման ամեն հարցում ինքը կարա օգնի ձեզ բանակցել ձեր աշխատավարձը, ինքը կարա օգնի ձեր օրինակ կոնֆլիկտները լուծվեն, ամեն հարցում կարա օգնի, դրանք չպետք է լինեն հոգեբանական հարցեր, հոգեբուժական հարցեր, բայց որևէ բան, որ պրոֆեսիոնալ տիրույթում խնդիր կարող է դառնալ կամ զարգացման կարիք կարող է ունենալ եւ ուղղված է ապագային, ներկա խնդիրը եւ ուղղված է ապագային, կարա տեղ ունենա։ Ես
կարող եմ մի քիչ սկեպտիկ եմ այդ ամեն ինչի վերաբերյալ, կարող է պրոստը ինչ որ չգիտեմ ուղեղս լավ դեռ չի աշխատում։ Կան բաներ, որոնք մոդայիկ են։ 21-րդ դարը բերել է որոշակի մոդայիկ երևույթներ, այդ որ ասում են ամեն մեկը հոգեբան ունի, այդ մոդայիկության մասին է։ Coaching-ը նույնպես դարել է մոդայիկ, այսինքն ունենալ coach։ Արդյոք դա չի արվում անգլերեն կա doing for the sake of doing։ Զուտ գալեչկա դնելու համար, որ ասեն Իմ փորձից եթե ասեմ, դժվար ինձ մոտ կան մարդիկ doing for the sake of doing, որտեղ իմ rate-երը շատ բարձր են։ Դրա համար հազվադեպ իմ պրակտիկայում երբեք չեմ հանդիպել որևէ հաճախորդի, որ ինձ մոտ կա doing for the sake of doing։ Դրանք շատ ամբիցիոզ նպատակներ են եղել եւ 98% դեպքերում այդ նպատակներին մարդիկ հասել են։ Եվ այստեղ զուտ գիտեք տարական էթիկական նորմեր կան, որ պետք է պահպանվի գաղտնիության եւ այլնի եւ շատ բազմաթիվ հարցեր կարող են լինել։ Դրանք սկսած գումարի մեջ չկիսելու partner-ների կռվից վերջանում են մինչեւ չեմ կարողանում գործս անել, որտեվ ես ու կինս կռվում ենք, որտեվ երեխային պետք է հասկանանք ով է դպրոցում։ Շատ տարբեր կարող են լինել, բայց կյանքի տարբեր փուլերում մարդիկ տարբեր հարցեր են ունենում եւ coaching-ը կարող է օգնել։ Ես հիմնականում բիզնես տիրույթում եմ անում, ճիշտ ասած անձնական ոլորտում շատ մեծ փորձ չունեմ եւ չեմ էլ անում, չեմ վերցնում այդպիսի հաճախորդների, բեթրապում դրա համար նախատեսված առանձին ուղղություն կա։ Միջին վիճակագրական մարդը ինձ թվում է ունի հետեւյալ մոտեցումը, մե ռուսերեն բառաբան ասեմ, ժորը բեսիցը։ Այդ մարդկանց նկատմամբ ովքեր փող ունեն ու մտածում են լավ, չգիտեն ուր ծախսեն, բայց ես հասկանում եմ, որ երևի շատերի համար դա իրականում ինքնազարգացման տիրույթում է գտնվում։ Այո, բայց կարծում եմ coaching-ի դիմում են այն մարդիկ, ովքեր որ շատ երկար ժամանակ նույն տեղում դոփում են եւ իրենք գիտակցում են, որ իրենք մյուս մակարդակ դուրս գալու կարիք ունեն եւ իրենք պատասխանները չեն գտնում։ Այսինքն սա mindset, մտածելակերպ փոխելու, մտածելակերպի վարքագիծ փոխելու եւ այլ առանձնահատկությունները, սա բավականին նոր բան է, ցավոք սրտի չվերահսկվող տիրույթ է, ոնց որ եւ շատ այլ տիրույթներ եւ լավ քոչերի կողքին չափից շատ վատ քոչեր կարող են լինել, բայց ես կասկածում եմ, որ որևէ վատ քոչ ինքը տենց կլիենտուրա ունենա կամ եւ այլը, որ մենք անհանգստանալու կարիք ունենք։ Սովորաբար առաջ անգամ չեմ ասում երևի այդ գաղափարը, այն ինչ որ դու անում ես լավ ու թանկ, ուրեմն ստացվում է։ Ես երևի թե ձեռնպահ կմնամ ինչ որ մի բան ասելու այդ կապակցությամբ, ես կարծում եմ մարդիկ դիմում են նման բաների միայն երբ որ իրենք արդյունք են տեսնում։ Ես չեմ հանդիպել որևէ մեկին, որ արդյունք չտեսնի եւ գումար վճարի ինչ որ մի բան անի։ Ամենահարուստից, ամենակարող մարդուց, ես ամենակարող մարդկանց հետ աշխատում եմ, աշխատել եմ, ամենակարողները ամենազգուշավորն են իրենց կոպեկի նկատմամբ, այնպես որ դա մոդայի հարց չի հաստատ։ Կոպեկ ասում ռուբլ բերիժ։ Դա։ Ռուբլ բերիժ։ Շատ լավ։ Առաջարկում եմ ամփոփենք մեր այս հետաքրքիր զրույցը։ Շատ շնորհակալություն Կրիստինա ջան, ես հիշեցնեմ մեր հյուրներ Կրիստինա Սարգսյանը, օգտագնացություն դեպի ուղեղ գրքի հեղինակ եւ նաեւ մի շարք այլ նախաձեռնությունների հեղինակ, համակարգող, կարող է գիրքը երևի ձեռք բերել։ Այո։ 14-ից բարձր 14-ից մինչև 90 տարեկան երեխաների համար է։ Հա, մեր համար էլ է։ Այո։ Իհարկե դիապազոնի մեջ ենք։ Շատ լավ։ Սիրելի ունկնդիրներ, շնորհակալություն, որ մեզ հետևում եք, եթե հավանում եք մեր աշխատանքը, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք հաջորդ անգամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։